Տեսեք, Ռուսաստանը օբյեկտիվորեն լծակ չունի։ Ռուսաստանի ազդեցությունը սուբյեկտիվ է, օբյեկտիվ չէ։ Օբյեկտիվորեն այդ թափը պոտենցիալը ներուժը չունի, նրանք դուրս են եկել։ Սուբյեկտիվ է, որտեղ այդ ներկայությունը կախված է անձանցից։ Մենք անդադ շրջաբերում ենք Ռոբերտ Քոչարյանի անուն ազգանունը, որտեղ նա օբյեկտիվորեն չսիրված քաղաքական ուժ է, որը բազմաթիվ հանցագործություններ է գործել Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Դրանով իսկ ծածկելով այն իրողությունը, որը կա հիմա։ Նիկոլ Փաշինյանը իր վարած քաղաքականությունով չի տարբերվում Ռոբերտ Քոչարյանի վարած քաղաքականությունից։ Չի տարբերվում, հարգելիներս։ Ինչ նկատի ունեք կոնկրետ։ Ռուսաստանի մարդիկ են բոլորը։ Դեռևս 16-րդ դարում Մաքիավելին ասել է, որ ժողովուրդների համար չկա ավելի սուր եւ ավելի վատթարագույն պատժիչ ուժ եւ պատիժ, քան օտար բռնապետական պետությունների տարածած իշխանությունների պարագայում ձևավորված էլիտան։ Այդ առումով եւ առաջին նախագահը, եւ երկրորդ նախագահը, եւ երրորդ նախագահը, եւ նրանցից հետո բոլոր նախագահները, որոնք քիչ կոմպետենցիաներով անգլիաթագուհու կարգավիճակով կան, այդ թվում նաեւ Նիկոլ Փաշինյանը, նույն համակարգի անբաժանելի մասնիկներն են։ Եկեք ժողովրդին չստեղծենք կեղծ ընտրանք, որ կա մի հատ վհուկ եւ կան նրանք, որոնք դրանք չեն։ Ոչ, սիրելի քաղաքացիներ, առաջարկվողները նույն սանների կտավն է։ Նույնն են տարբեր ֆորմացիաներով, տարբեր ձևաչափով։ Մեկը ավտորիտար հակումներով, մյուսը ժողովրդավարական հակումներով, բայց նույնն են։ Նույն սիստեմի աճեցրած պրոդուկտն է։ Նույն սիստեմը սպասարկող պրոդուկտն են։ Փաշինյանը կարող է ասել նա կողմ է միջանցքի, ես կողմ չեմ։ Փաշինյանը չի ասի կյանքում, որ միջանցքային տրամաբանություններում ինքը կողմ չի, որովհետև միջանցքային տրամաբանությունների վերաբերյալ ինքը ասում է, որ այլ մոտեցումներ դիտարկելի են Հայաստանի Հանրապետության կառավարության։ Եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունները դիտարկում են ինչ-որ երրորդ ուժերի մոդերացիա, նշանակում է արտատարածքային պահանջը այլ փաթեթավորմամբ օրակարգում կարող է լինել ներկա իշխանությունների, բայց Փաշինյանը նաև կոմպլեմենտարիզմն է շարունակում, որը Ռոբերտ Քոչարյանի շարունակած ուղղությունն է, որը սպասարկում է Ռուսաստանի շահերը բացառապես։ Հիմա Ռուսաստանը այստեղ ներգրավված է ոչ թե օբյեկտիվորեն, այլ սուբյեկտիվորեն։ Մարդիկ են մեղավոր։ Որոշումներ կայացնողներն են այդպես անում, ոչ թե որ չեն կարող այդպես չանել։ Այդպես անում են, կարող են այդպես չանել, բայց միևնույն է այդպես են անում։ Հիմա երբ մեր Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի հարաբերությունները կկանոնակարգվեն եւ բալանսի կգան, երբ որ Հայաստանի Հանրապետությունում ձևավորվի անկախ ուժ, քաղաքական ուժ, իշխանություններ որպես սուբյեկտիվորեն դադարեցնի արատավոր հարաբերություններ կոչեցյալը, որը ստրկատիրական է, բայց հարաբերությունների ներքո է մատուցվում։ Կտրի այդ կապանքները, որը ստրկատիրական հարաբերությունների մասին է, եւ հիմք դնի առողջ հարաբերությունների զարգացման համար։ Այլ ճանապարհ չկա։ Եվ իհարկե առողջ հարաբերությունների զարգացման համար տևական ժամանակ է պետք, մինչև այդ ատելության շղարշը կանցնի, մինչև նրանց ապակառուցողական ազդակները կվերարժևորվեն, կնստեն, կհասկանան, կասեն դե չի լինում հատելով, ապա աղու հացով կայսերականությունից կհրաժարվեն։ Այո, կհասկանան, կելնեն իրողություններից։ Չեն հրաժարվի, բայց ճարներն ինչ։ Չեն հրաժարվի, բայց ճարներն ինչ։ Եթե Մարսեն Ուկրաինայի դեմ պատերազմը։ Այդպես որ լիներ, ուրեմն մոնղոլները պետքա հիմա ամեն օր արթնանային հոգեբանական տրավմաներով եւ տվայտանքներով։ Ինչքան են կորցրել։ Կենտրոնական Ասիայում փոքր տարածք կա մնացել։ Պետքա ամեն օր Սուկուշիվան բարձրացնեին, ասեին ոնց, բա Վիեննան մերն է։ Մի ժամանակ կայսրություն էին եղել, հիմա չեն, չէ։ Համակերպվել են իրենց ֆիզիկա աշխարհագրական տարածքներով։ Հիմա հերթական կայսրությունը պետք է համակերպվի, դե կներեք։ Հիմա մենք չենք հայտարարում, չէ, որ մինչև Պաղեստին հավակնություններ ունենք։ Մենք էլ ենք կայսրություն ունեցել։ Կարող է մենք Կեսարիայի, Բակտրիայի նկատմամբ հավակնություններ ունենք։ Կարող է ասում ենք Մահդիի գահին պետքա հայ դրածո նստի։ Չէ։ Դա ամենավտանգավոր բանը է։ Համակերպվել եք, մեզանից համակերպվող խոշորացույցով չենք կարա գտնենք, անգամ տեղում ապօրինություն են անում, քո տարածքը պատմական ձեռսը տարում են, համակերպվում ենք։ Թող իրանք էլ համակերպվեն։